Բայց արդեն անցել է մեկ օր որևէ ձերբակալված կամ որևէ անձ չի հայտնաբերվել։ Սա արդյոք չի նշանակում, որ այդ աշխատանքը ամեն դեպքում արդյունավետ չի իրականացվում կամ գուցե ոստիկանությունը, նախարարությունը իսկապես աշխատանքի արդյունավետությունը չափելու համար մենք պետք է ուղղակի սպասենք, որ սպասելի վերջը համայնքապետը դակարել սեփական դիմաց ոստիկանության աշխատող է այնքան ինչքան որ անհրաժեշտ է որպեսզի Եվ երեք օրինակ նաև հնչում էին տեսակետներ, որ եթե օրինակ իշխանության ներկայացուցիչ վերաբերյալ անօրին արագ հայտնաբերում են Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետողին անմիջապես հայտնաբերում են, տանում են դատարան կալանքի եւ այլն, բայց երբ որ ընդդիմադիր համայնքապետը Կներեք, ձեր հարցադրման տողատակը որն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է եւ չգործադրվել։ դուք հասկացեք, պետք է Ես այդպես հասկացա եւ ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի արդիվ կարող է բավարար ջանք չգործադրվել, որպեսզի հայտնաբերվի։ Ոգի տեսնում ենք, որ մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Այլ բան, քան դա, ասել չեմ կարող եւ իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող այլ բան։ տողատակային էր Տիկին Գայլյան գործընկերոջը։ Ես այդպես հասկացա, որ մարդիկ օրինակ իրենց հայտարարությունների համար մեղավոր են ճանաչում։ Երեք օրինակ Միքայել Սրբազանը, դրանից առաջ Այլ Սրբազան, Բագրատ Սրբազանը, Սամվել Կարապետյանը։ Իսկ հանցագործները, իրական հանցագործները ազատության մեջ են կամ ինչ-որ թեթև մեր երկրում կարգավիճակում քրեական օրենսգիրքն է որոշում, թե որ արարքն է համարվում հանցավոր։ Գուցե սխալ է որոշում։ Եվ շատ լավ, քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկեք եւ փոխեք քրեական օրենսգրքի դրույթները։ Տեսեք, դիմում ենք ոստիկանություն, ասում ենք ներողություն, մենք կապ չունենք քննչականն է, հետո ասում է դատախազությունն է։ Լավ, շարունակեք։ Իսկ կներեք Տիկին Չէ, Սպասեք, լավ, թող ավարտենք։ քրեական օրենսգիրքը որոշում է, թե որ արարքն է հանցավոր արարք։ Դատարանն էլ հաշվի առնելով քրեական օրենսգրքի արդեն որոշածը կայացնում է որոշում։ Հանցագործ ասելով չպետք է նկատի ունենալ միայն մարդասպաններին, խարդախներին կամ չգիտեմ, թմրամիջոց վաճառողներին տարբերակում միանշանակ կա եւ այդ տարբերակումը տեղ է գտած հենց քրեական օրենսգրքում սանկցիաների մեջ է տարբերակ փակված։ Դա է ամբողջ խնդիրը։ Պոտենցիալ մարդասպաններ կեն անուններով կարող եմ ձեզ ուղարկել, որ կամ վարչական հսկողության տակ են, կամ տնային, կամ դրսում են առասարակ, կամ չգիտեմ, ինչ գրավով ազատության մեջ են։ Ու այդ մարդիկ էլի ի վիճակ են վերջերս տնային կալանքի մեջ գտնվող մարդը որտեղ Աջափնյակում կարծում ներողություն մարդ սպանեց էլի։ Հա, Երևանիում մարդ սպանեց, դա ոնց հասկանալ։ Տնային կալանքի մեջ գտնվող 900 անձ կա։ 1600-ից ավել անձ այժմ գտնվում է կալանքի տակ, անազատության մեջ եւ պահվում է քրեակատարական հիմնարկներում։ Այդ մեծ բազմությունից հնարավոր են դեպքեր, երբ ըստ մեր պլանավորածի կամ ցանկացածի իրադարձությունը տեղի չունենա, կամ տեղի ունենա հակառակ բան։ Ես չեմ ասում, որ դա լավ է կամ դա այդպես պետք է լինի, բայց մենք չենք կարող այո, եւ մաքսիմալ բացառում ենք եւ հետեւաբար դուք խոսում եք բացառություններից։ Եվ բացառությունը հաստատում է օրինաչափությունը։ Շատ լավ է, որ ձեր ուշադրությունը հրավիրված է բացառությունների վրա, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ մեր ուշադրությունն էլ է այդ բացառությունների վրա հրավիրված եւ մենք փորձում ենք մինիմալ դարձնենք այդ բացառությունները, ընդհուպ մինչև բացառենք այդ բացառությունները։ Կարող ենք կանխել բարակայ դեպքը։ Եթե իրավապահ համակարգը իր տեղում լիներ, հնարավոր է արդյոք կանխել, հա, այս ողբերգությունը, հաշվի առնելով, որ օրինակ Մերձաբանում Ձեր հարցին նախաքննությունը կպատասխանի, գուցե եւ հնարավոր էր, գուցե եւ հնարավոր էր եւ գուցե եւ հնարավոր չէր։ Տեսեք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք, մեր երկրում այո տեղի են ունենում հանցավոր արարքներ եւ պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել եւ դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ որ միայն մեր երկրում է։
Այո, բավարար ջանք պետք է գործադրվի։ Ասում է, եթե օրինակ համայնքապետին են գնդակահարում, հասարակ քաղաքացու նկատմամբ կարան ավելի դաժան խոսքը Մենք դրա չգիտենք, նոր չկայք դուք, ես այդ մասն էի խոսում, մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, մենք չգիտենք պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք։ Մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ, այս պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այս մարդիկ գուցեև իրենց աշխատանքն թերացել են։ Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, ապա մենք ոչ թե պետք է նայենք 1-2 դեպքը, որոնք իրականում զարհուրելի են, խոսքը նրա մասին չէ, ես չեմ մինիմիզացնում այդ դեպքերի ծանրությունը, այլ մենք պետք է նայենք մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը, որով որ մենք իրականում բավականին բարվոք դրության մեջ ենք գտնում, եթե համեմատենք եւ տարածաշրջանի երկրների հետ եւ այլ արտասահմանյան երկրների հետ։ Այս պահին իհարկե ոչ, որովհետեւ ես ձեռքից տակ չունեմ վիճակագրական տվյալներ, բայց կարող եք ինքներդ Կներեք, այս իշխանությունը մշտապես հղում է անում նամբեո ինչ որ վերլուծություններ տվող կազմակերպության, որի նկատմամբ վստահություն չկա։ Դուք սրա վրա եք հիմնվում։ Չէ, դուք կարող եք Արմստատից վերցնել վիճակագրություն հանցավորության վերաբերյալ եւ այլ պետությունների պաշտոնական վիճակագրական կայքերից վերցնել համապատասխան թվական ցուցանիշները եւ կատարել համեմատություն, ընդ որում եթե դա անելու եք, կցանկանայի, որ ուշադրություն դարձնեք հանցագործությունների տեսակին մեր երկրում որպես կանոն, ես չեմ ասում սա որպես լավ երևույթ, բայց ընդհանուր հանցագործությունների վիճակագրության մեջ 50 եւ ավել տոկոսը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, այսինքն անձանց դեմ ուղղված հանցագործությունները կյանքի առողջությունը վտանգող հանցագործությունները բավականին քիչ են